Եվ մեր փոքրիկական հարց, փոքրիկ այսօրվա օրակարգի մասին է խոսքը, արդյոք կան չեք համարում, որ այսպիսի սփռվածություն ունեցող հայերի դեպքում աշխատում ուզում եք պահի տակ այսպիսի օրենք ընդունել, որտեղ մարդու սահմանադրական իրավունքը սահմանափակվում է ընտրելու, իրոք կարող է մի տարի հետո այդ օրենքին լրիվ այլ կերպ նայեք։ Դուք լուրջ եք հարցնում այդ։ Ես ուզում եմ հասկանալ, ես սխալ եմ համարում, որ մենք ժամանակ ենք կորցրել ու շուտ չենք արել դա։ Սահմանադիրը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Սահմանադիրը։ Մի րոպե, ոնց ժողովուրդը դրսում է։ Հայաստանի հայ ժողովրդից 10 միլիոն մարդ ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Լավ, մի բանավեճ չէ, կդադարեցնեմ։ Ապրում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Վերցնենք X երկիր, հա։ Չգիտեմ, այդտեղ չկա որ հայ գոյություն չունի։ Ասենք մեր մոտ 1.5 միլիոն քվեարկությամբ որոշում է կայացվում, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ ուղղությամբ գնա, գոյություն ունի թե չունի։ Այսինքն կարելի է պայմանականորեն ինչ որ երկրում, ինչ որ մարդկանց վրա ազդեցություն գործել եւ մենք ստեղ Հայաստանի Հանրապետությունը պրախատնոյ դվոր, հա, ուզում եմ հասկանամ։ Պրախատնոյ դվոր, հա, որ գան ամառը մարդիկ հանգստանան, հարկ չվճարեն, Հայաստանի Հանրապետության բանակի անվտանգության մասին խոսան, իրանց երեխեքը Հայաստանի Հանրապետությունում չծառայեն, բանա, անչաստեղ հաց չեթան խանութում առնեն, տենան հացի գինը բարձացել է, թոշակ չստանան, թոշակառու չլինեն, բայց շաբաթը մեկ տենց գան ասեն, դե լավ, այսօր բան եմ, այսօր տրամադրությունս կամ ինձ ձեռ է տալիս, ես ապրում եմ բանում Անտարկտիդայում, ինձ ձեռ է տալիս, թե պինգվինները պետք է ղեկավարեն եւ պինգվիններին ուղարկեն, որ Հայաստանի Հանրապետությունը պրախատնոյ դվոր չի։ Պետք է Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնի մարդը, ով որ այս արևի տակ է ապրում, ով որ հարկ է վճարում, ով որ իր երեխան ծառայում է, ով որ իր պարտն է կատարում, ասում եմ պրախատնոյ դվոր մի սարքեք Հայաստանի Հանրապետությունը։ Ես համբերություն եմ ցանկանում իմ գործընկերներին, պարոն Ռուբինյանին, Կոնջերանին, Վահագ Ալեքսանյանին, գուցե չհավատակ, բայց անկեղծ ուրախ եմ այդ սերնդափոխության, այդ ավանդույթը ներդնելու հետ կապված։ Անկեղծ ուրախ եմ, որովհետև տեսեք, մենք միասին արեցինք մի բան, որ ազգային ժողովը իր ցիկլը ավարտեց։ Ազգային ժողովի նախագահան իր պաշտոնը միջև վերջ պաշտոնավարեց։ Ինչի միջև այսօր չէր լինում։ Որտեղ Հայաստանի Հանրապետությունը ստաբիլ երկիր չէր քաղաքական առումով եւ այդ ներքին քաղաքական ստաբիլությունը, հա, շատ կարեւոր էր ապահովել։ Եվ հիմա այդ սերնդափոխությունն է ապահովում։ Ինչ որ մի ժամանակ անց պարոն Ռուբինյանին եւ մյուս փոխնախագահներին միգուցե ուրիշ մարդ փոխարինի եւ այդ ցիկլը պետք է շարունակվի։ Ինչ որ մի պահ կգա, երբ որ ինչ որ ընդդիմություն կհաղթի եւ մենք կշնորհավորենք այդ ընդդիմությանը իշխանություն դառնալու։ Այս ցիկլերն է պետք է ապահովել, որպեսզի մենք պետություն ձևավորենք, պետություն ունենանք։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Դժվար է լինելու չքաղաքական են իրանք։ Խնդիրը դա որ քաղաքական չեն, նաև պարտված են, նաև ջախջախված են, իրանք գալու են ստեղ ենթագիտակցորեն փորձելով ապացուցել, որ իրանք, չգիտեմ, ուժեղ են կամ իրականում չեն պարտվել։ Դե իրանք կներեք այդ բառից համար պետք է ասեմ, ես հեռացող ազգային ժողովի նախագահ մի քիչ ավելի բաց խոսամ, իրանք ճղում էին։ Ինչ ենք ունենալու 10 օր հետո, ասել եմ ինչ են ունենալու, 29 մանդատ են ունենալու, 29 մանդատ են ունենալու։ Կգան խելոք կնստեն, խելոք գալու են, կամ այդ ներողություն այդ բառից համար այդ կլոունադան, որ դե եկեք մի հատ հավաքվենք, քննարկենք մանդատները վերցնելու ենք, թե չենք վերցնելու։ Գժի տեղեք դրել հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը բնատուր իմաստություն ունի։ Ում եք ձեր, եկեք քննարկենք, հենց մի հատ հավաքվենք քննարկենք։ Այդ ձեզ արդարը մանդատի համար պաշտոնա կռիվ։ Գանստեղ պաշտոն ունենան, մենք դեպուտատ ենք դեմքի արտադրությունով ման գան։ Եվ հաշվի առնելով դուք իսկապես ամենածանր ժամանակում ստանձնեցիք ազգային ժողովի նախագահի պաշտոնը, հետ պատերազմյան, նաև կովիդներ դեռ ժամանակակի, ձեր կոչը բոլորն է տարի, որը դեքանսից առաջին նիստին։ Կասեմ ավելի ուշ, կլինի, ստեղ չասեմ։